Войдите! Здравствуйте! Угадайте, кто я? Ով է ձմեռ պապիկը, ինչպես է հագնվում, ինչ են նվիրում եւ ինչպես մատուցում իր նվերները, ինչ փոխադրամիջոցով է գալիս։ Ձմեռ պապիկի կերպարին անդրադարձել, այն մշակել եւ իրենց ազգային յուրահատկություններով որդել են շատ ժողովուրդներ։ Տարբեր ազգությունների ձմեռ պապիկները միայն անուններով չէ որ տարբերվում են։ Նրանցից ոմանք եղջերուներին լցված սահնակով են գալիս, ոմանք էլ օգտվում են այլ տարբերակներից։ Ֆինլանդացի ձմեռ պապի Յոլուպուկի փոխադրամիջոցը այսն է, ֆրանսիացի Պեր Նոելինը էշը, իտալացի ձմեռ պապիկին Բաբո Նատալեին էլ ուղեկցում է Վհուկ Բեֆանան իր ցախավելի վրա նստած։ Հագուստն էլ ընտրվում է եղանակին համապատասխան, թերևս միայն դրանով կարելի է բացատրել ավստրալիացի ձմեռ պապիկի այսպիսի տեսքը։ Ձմեռ պապիկները իրենց նվերները ոչ միայն տարբեր կերպ են տեղ հասցնում, այլև տեղավորում են ըստ իրենց ցանկության։ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երեխաները իրենց նվերները պետք է փնտրեն պատերից կախված գուլպաների մեջ, իսկ ավանդապահ ձմեռ պապերը նվերները դնում են տոնածառի տակ։ Իդեպ եղևնի զարդարելու հարցում բոլոր ազգերն էլ կարծես համամիտ են։ Դեռ հազարամյակներ առաջ այս ծառը խորհրդանշում էր կյանքի հաղթանակը մահվան դեմ, եւս քրիստոնեական ավանդույթի էլ այն դրախտի կենաց ծառի խորհուրդն ունի։ Բոլոր ձմեռ պապերն էլ չափազանց հետաքրքիր կենսագրություն ունեն։ Ռուսական Դեդ Մորոզն օրինակ սառնամանիք պապիկը, մինչև նվերներ բաժանող հրաշագործ դառնալը եղել է բավական խիստ, անգամ չար ծերուկ։ Ըստ ավանդության նա շրջում է Ռուսաստանի տափաստաններով ու սառեցնում իր ճանապարհին հանդիպած մարդկանց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի եւ շատ արևմտյան երկրների ձմեռ պապը Սանտա Կլաուսը 2011 թվականին կդառնա 80 տարեկան։ Սանտայի կերպարը իրականում պարզապես հաջողված գովազդային քայլ էր Կոկա-կոլայի կողմից։ Կարմիր վերարկուով ու ակնոցով թմբլիկ ծերուկը նրանց ամանորյա խորհրդանիշը դարձավ 1931 թվականին, մինչև այդ ասում են Սանտան կանաչ վերարկու էր կրում։ Սանտա Կլաուսի նախատիպը Սուրբ Նիկոլայն է։ Այս սուրբը ապրել է 3-ից 4-րդ դարերում Սմյուրնիա քաղաքում եւ ունեցել է հայկական արմատներ։ Նիկողայոսի հայրը եղել է հույն, իսկ մայրը հայ։ Նրան կոչում էին Նունե, այնպես որ հպարտանալու իրավունք այստեղ էլ ունենք։ Սուրբ Նիկոլայից բացի մեր պատմության էջերում հիշատակվում են նաև Մեծ Պապուկի եւ Կաղանդ Պապի կերպարները։ Իդեպ, քանի դեռ շատ երկրներ շարունակում են վիճել, թե որն է ձմեռ Պապի հայրենիքը, Կաղանդ Պապին հավատացող Սիրիայի հայ երեխաները համոզված են, որ նա գալիս է Հայաստանից, ձյունածածկ լեռների աշխարհից։ Բայց մեր հայկական ձմեռ պապի մասին միայն լսել էինք, նրան տեսնողներ դեռ չեն եղել, եւ իսկապես ինչ արտաքին պետք է ունենա հայ ձմեռ պապը։ Միգուցե նրան էլ բնորոշ է իսկական հայկական քիթը, կամ էլ հայ ձմեռ պապը սպորտի եւ հատկապես սպորտային հագուստի մեծ սիրահար է։ Նա անգամ կարող է օգտվել հայկական ամենասիրելի փոխադրամիջոցից։ Կատակը կատակ, բայց ազգությամբ զտարյուն հայ Կաղանդ Պապը իսկապես վերադառնում է մեր իրականություն։ Հեղինակներն արդեն 4-րդ տարին Երևանում անցկացվող ձմեռային փառատոնի կազմակերպիչներն են։ Կաղանդ Պապի արտաքինն էլ հաստատ պատահական չէ։ Մեր մշակույթը կներկայացնի մեր ծեսերը, բայց ավելի արդիական ձևով։ Եթե դուք նկատեք, իր դարազը ինքը ամբողջովին հատված է կարշի մակահատի նման, կենաց ծառ, ինքը ունի ոչխարի մորթ, ինքը ունի բրդից աշխատած գործած գլխարկ եւ գուլբաներ, նույնիսկ կոշիկները մենք վերցրել ենք հատուկ մեր ազգագրական գրքերում, որ նկարած էր, ինչպես սենք ծույնի վրա հագնվում էին ժամանակին։ Մեր Կաղանդ Պապն էլ ձեռնունայն չի եկել, նա իր հետ բերում է 7 կարևորագույն խորհուրդներ։ Ի տարբերություն ձմեռ պապին, Կաղանդ Պապը իր հետ բերում է ոչ թե շոշափելի նվերներ, այլ խորհուրդներ, այսինքն այն ինչ որ մեզ այսօր ավելի կարիք ունենք, իմ կարծիքով, դա աշխատասիրությունն է, դա փոխադարձ հարկանքն է, դա խաղաղությունն է, դա այն բարիությունն է, համեստությունն է։ Կաղանդ Պապին բարի գալուստ մաղթենք եւ հաճելի շրջագայություն մեր բնակարաններով։ Նրան ճանաչել մենք դեռ կհասցնենք, հուսանք ամբողջ աշխարհը նույնպես։ Ավանդական կամ ժամանակակից ձևով նամակ կարող եք գրել եւ ձմեռ պապին, եւ սառնամանիք պապին, եւ Սանտա Կլաուսին, եւ Կաղանդ պապին, եւ անգամ լողազգես կրող ավստրալիացի ձմեռ պապիկին։ Նվերն էլ կարող եք փնտրել եւ տոնածառի տակ, եւ գուլպայի մեջ։ Կարևորը որ նվերը ճիշտ ժամանակին եւ անխափան տեղ հասնի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, Անահիտ Ալեքսանյան, Երիտասարդության կենտրոն։